Սակայն ի նշան փրկության մեզ չտվեց փայտը, այլ խաչը։ Այդ պատճառով էլ տարբեր նյութերից ենք պատրաստում այն։ Ուստի հայտնի է նաև, որ առանց որևէ նյութի անգամ խաչի նշանն ենք դրոշմում մեր դեմքերին և սրտում, եկեղեցում և բոլոր այն վայրերում, ուր անհրաժեշտություն է առաջանում։ Դարձյալ ասում ենք, որ պատարագի ժամանակ Քրիստոս հացի և գինու գոյացությամբ միանում է դրանց որակներով, որովհետև գոյացությունը փոխարկվում և դառնում է Քրիստոսի մարմինն ու արյունը։ Իսկ խաչի դեպքում հակառակն է, Քրիստոս միացած է և խաչի նշանին, և ձևին, և նյութին։ Եվ որովհետև ձևն առանց նյութի չի կայանում, այդ պատճառով ամեն մի նյութից, որ ամուր է և պահում է ձևը, պատրաստում ենք խաչը։ 4. Խաչի նյութն է պաշտելի, ձևը, թե գործը։ Ասում ենք, որ առանձին սրանցից ոչ մեկը, քանզի բազմաթիվ են խաչի ձև ունեցող նկարներն ու կենդանիները, որոնք պաշտելի չեն։ Նաև նյութն առանձին, փայտն ու քարը, մահարար գործը պաշտելի չեն։ Սակայն միասնաբար պաշտելի է խաչը, քանի որ Քրիստոսի զորությունն է միացած նրան, որի համար նախ օրհնում և օծում ենք խաչը, ապա երկրպագում, որովհետև Քրիստոս օրհնությամբ միանալով նրան, անբաժանելի է ձևից, նյութից և գործից։ Դարձյալ ոմանք ասում են, թե պաշտում ենք խաչը և երկրպագում նյութը։ Ասում ենք, որ գերագույն պատիվ է Քրիստոսի նրա վրա բևեռված լինելը, իսկ նյութի երկրպագությանը խաչի ձև ստանալը, որի համար խաչի նյութի ձևը փոխելիս չենք անպատվում, և երբ նույն նյութը դարձյալ խաչի ձև է ստանում, այն վերստին չենք օծում, քանզի օծումն ու օրհնությունն հավիտենական անբաժանելի էր նրանից։ 5-րդ հարցն այն է, թե ինչու ենք օրհնում և օծում խաչը, քանզի օրհնությունն ու օծումը նրան միացած Քրիստոսն է, երբ հանուն նրա ենք կանգնեցնում խաչը։ Ասում ենք, խաչը, սրբապատկերներն ու եկեղեցիները օծում ենք Սուրբ Յուղով, որպեսզի այն նյութը զատվի այլ նյութից և պատկերից, և այդ օրհնությամբ և օծմամբ Քրիստոսի բնակարան լինի և մեզ համար երկրպագելի։ Դարձյալ, ինչպես որ մարդն է Աստծո պատկերը, որ օրհնում ենք և քահանա է դառնում, նաև մկրտում ենք մանկանը և քրիստոնյա է դառնում, նաև օրհնում ենք հացն ու գինին, որ դառնում են Քրիստոսի մարմինն ու արյունը, նույնպես և խաչը, սրբապատկերներն ու եկեղեցիներն ենք օրհնում հենց իր խոսքով և դառնում են Քրիստոսի խաչ, պատկեր կամ տաճար։ 6. Ո՞րն է այն խաչի օրհնությունն ու օծումը, որով միշտ խաչակնքում ենք մեր դեմքերը, կերակուրը և այլն։ Պատասխանում ենք, որ այս անմարմին նշանին բավական է մեր մտքի դիտավորությունը, որ Քրիստոսի անունով ենք դրոշմում։ Այս է նշանի դրոշմի օրհնությունը։ Դարձյալ ասում ենք, ամեն օրհնություն խոսքով և սուրբ կոչմամբ, օծմամբ է կատարվում։ Նույնպես և այստեղ ենք խոսքով կոչում Սուրբ Երրորդությունը և օծելով մատով դրոշմում նշանը, որով սրբվում են բոլոր նյութերն օրհնության խոսքով և սուրբ նշանով։ 7. Եթե ամեն խաչ օրհնությամբ և օծմամբ սրբվում է, ո՞րն է Քրիստոսի խաչափայտի օրհնությունն ու օծումը։ Պատասխանում ենք, որ խաչի օրհնությունն է, որ Քրիստոսի խոսքով և օծմամբ խաչը միանում է Քրիստոսի հետ և դառնում Քրիստոսի խաչ։ Իսկ այնտեղ բանն Աստված ամբողջովին իր մարմնով օծված, տարածված և միացած էր նրան, և այդ պատճառով Քրիստոսի խաչը մեզ համար երկրպագելի է։ Դարձյալ, խաչի օրհնությունը Հին և Նոր Կտակարանների խոսքերն են, որ ընթերցում ենք նրա վրա, լվանում ջրով և գինով և օծում խաչը։ Այդպես և խոսքերը, որ ասաց խաչի վրա, և
կրկնավտակ աղբյուրով օծեց այն արյունով և ջրով, որով այս փայտն ու մահվան անեծքի գործիքը մեզ տվեց կենաց փայտը և օրհնության գործիքը ըստ այն խոսքի, թե Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից, անեծք դառնալով մեզ համար և օրհնեց հոգևոր օրհնությամբ մեզ ի Քրիստոս երկնավորներ դարձածներիս։